Ազնիվ ու հնազանդ ծառան։ Շվեդական հեքիաթ։ Կար չկար մի կալվածատեր կար։ Դատարկ ու անպետք մարդ էր նա, ու իր ամբողջ հարստությունը տվել էր քամուն։ Բայց անչափ պարծենում էր իր ազնվական տոհմով ու գտնում, որ թեև ինքը սննկացել է, բայց իրեն վայել չէ առանց ծառայի ապրելը։ Եվ նա իր համար ծառա է փնտրում։ Ինչ մարդ ասես, որ չէր գալիս նրա մոտ, բայց ոչ մեկը նրան չէր գոհացնում։ Եվ ահա մի անգամ նրա մոտ է գալիս մի երիտասարդ։ Կալվածատերը նրան ուղղակի ասում է. «Ինձ ազնիվ ու հնազանդ ծառա է պետք, որ միշտ ճիշտ խոսի և որ իմ բոլոր հրամանները ճշտությամբ կատարի»։ «Մի կասկածեք», պատասխանում է երիտասարդը, «դուք ինձնից ավելի պարզ ու հնազանդ ծառա երբեք չեք գտնի»։ Մի անգամ կալվածատիրոջ մոտ երևելի հյուրեր են գալիս։ Նա նրանց ուղեկցում է վերնասենյակ, նստեցնում սեղանի շուրջն ու բղավում ծառային. «Էյ դու, հոլանդական նուրբ կտավե սփռոց բեր ու փռիր մեր սեղանին»։ «Ախր մենք այդպիսի սփռոց չունենք», պատասխանում է ծառան։ Հիշում է, որ իր տերը պատվիրել է միշտ ճիշտ խոսել։ Կալվածատերը ծառային մի կողմ է տանում ու նրա ականջին շշնջում է. «Հիմար, հարկավոր է ասել, ախր սփռոցը լվացքի մեջ է»։ «Ներողություն, պարոն, մյուս անգամ այդպես կասեմ»։ «Էյ դու, պանիր բեր», իսկ նա պատասխանում է. «Պանիրը լվացքի տաշտի մեջ է»։ Հիշում է նա, որ կալվածատերը պատվիրել է իր բոլոր հրամանները ճշտությամբ կատարել։ Կալվածատերը բարկանում է ու ծառայի ականջին շշնջում. «Տխմար, պետք էր ասել, առնետները կերել են»։ «Ներեցեք, պարոն, մյուս անգամ այդպես էլ կասեմ»։ Այստեղ կալվածատերը որոշում է հյուրերին ցույց տալ, որ իր մառաններում գինի կա։ Կանչում է նա ծառային ու ասում. «Էյ դու, մի շիշ գինի բեր»։ Իսկ սա պատասխանում է. «Առնետները կերել են»։ Կալվածատերը կատաղությունից քիչ է մնում պայթի։ Ծառային քարշ է տալիս խոհանոց, մի ուժեղ ապտակ է հասցնում և այսպես գոռում. «Հաստագլուխ, պետք էր ասել, շիշը ձեռքիցս ընկավ ու ջարդուփշուր եղավ»։ «Ներեցեք, պարոն, մյուս անգամ այդպես էլ կասեմ»։ Այդ ժամանակ կալվածատերը ուզում է հյուրերին ցույց տալ, որ ինքը բազում աղախիններ ունի։ Կանչում է ծառային և ասում. «Էյ դու, կանչիր այստեղ խոհարարին»։ Իսկ սա պատասխանում է. «Ես դարակից գցեցի և ջարդուփշուր եղավ»։ Հյուրերը հասկանում են, որ կալվածատերը թոզ է փչում։ Մի կուշտ ծիծաղում են և գնում իրենց տները։ Իսկ կալվածատերն այդ տղային դուրս է վռնդում և այդ օրվանից երդվում ազնիվ և հնազանդ ծառա այլևս չփնտրել։